Իմ զեկույցը այսօր վերաբերելու է Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման հնարավորություններին։ Ես խոսելու եմ առավելապես գործնական դիրքերից, մաքսիմալ չափով հեռու մնալով տեսական հարթությունից։ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Իր ծագումից սկսած մինչ օրս հակամարտությունը ունեցել է կարգավորման փաստաթղթային ձևակերպում ստացած թվով 14 փորձ։ Սակայն դրանցից եւ ոչ մեկը չի ապահովել ցանկալի արդյունք։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով, որովհետեւ Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի քաղաքականությունը հանդեպ հայ ժողովրդի եւ մասնավորաբար Արցախի եղել է հետեւյալը. վերացնել Արցախի հայությանը գլխովին եւ տիրանալ նրա տարածքին։ Սա է պատճառը։ Ուրեմն չնայած հակամարտության կարգավորման բոլոր փորձերին, հակամարտությունը, որ ունի արդեն 107 տարվա պատմություն, դեռևս մնում է չլուծված։ Ավելին, չեն նշմարվում տեսանելի ապագայում հակամարտությունը կարգավորելու հնարավորությունները։ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ, այն փակված էջ չէ։ Ի հեճուկս Հայաստանի գործող վարչակազմի, օկուպանտ եւ ցեղասպան, արհեստական կեղծ կազմավորման, Ադրբեջանի վարչակազմի, միջազգային հանրության առանձին անդամների, միջազգային կառույցների որոշ այն դիրքորոշումների, թե այլևս հաստատված է խաղաղություն, պիտի ասեմ, որ հաստատվածը իրական խաղաղություն չէ, դա հաղթողի խաղաղություն է կամ անավարտ խաղաղություն։ 20 եւ 23 թվականների Ադրբեջանի ագրեսիաներից հետո միջազգային մի շարք կառույցներ արձանագրել են, որ հակամարտությունը չի կարգավորվել։ Մասնավորապես Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովը 23 թվականին ընդունել է բանաձև, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը 23 թվականի նոյեմբերին ընդունել է որոշում, որը ի դեպ պարտադիր կատարման ենթակա է, բայց Ադրբեջանը իր ոտքերն է մաքրել այդ որոշման վրա եւ այլն։ Ես հիմա ժամանակը խնայելու նկատառմամբ չեմ անդրադառնում բոլոր փաստերին, փաստն այն է, որ հակամարտությունը չի կարգավորվել։ Ես հիմա կխոսեմ հակամարտության կարգավորման երկու հնարավորությունների մասին։ Մեկը խաղաղ հնարավորությունն է, մյուսը ուժային եղանակն է։ Ուրեմն հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը Արցախի հանրապետության անկախության ճանաչման մեջ է, միջազգային ճանաչման մեջ է։ Իսկ հարց է առաջանում, ինչու միջազգային հանրությունը մինչև հիմա չի ճանաչել Արցախի անկախությունը։ Պատասխանը որոշակիորեն պարզ է, քանի որ Հայաստանը ինքը չի ճանաչել Արցախի անկախությունը։ Իդեպ ես այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է առնվազն 6 հարմար հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը, որոնք են եղել այդ հնարավորությունները։ Կրկնում եմ, առնվազն 6, եթե ոչ ավելին։ 91 թվական, երբ Արցախի Հանրապետությունը, Արցախի մեր հայրենակիցները ղեկավարվելով ժամանակի ԽՍՀՄ եւ միջազգային իրավական ակտերի նորմերով եւ այդ նորմերի բծախնդիր պահպանմամբ հռչակել են իրենց անկախությունը, տարօրինակ կերպով Հայաստանը չի ճանաչել այդ անկախությունը։ Հաջորդը մինչև 94 թվականի մայիսի 9-ից 11-ը ստորագրված հրադադարի եռակողմ համաձայնագիրը։ 3 տարի շարունակ Ադրբեջանը իրականացնում է ագրեսիա Արցախի հանրապետության նկատմամբ, սակայն Հայաստանը չգիտես թե ինչու չի ճանաչում։ Հիանալի առիթներ, որոնք բաց են թողվել։ Հաջորդը 2016 թվական ապրիլյան ագրեսիա։ Կրկին Հայաստանի հանրապետությունը չի ճանաչում Արցախի անկախությունը։ Եվ ուրեմն Եվրոպայի կամ միջազգային հանրությանը նախագահի մակարդակով կոչ է հղվում, որ եթե ռազմական գործողությունները չդադարեցվեն, ապա Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը։ Հիանալի առիթ ճանաչելու Արցախի անկախությունը բաց է թողնվել։ Հաջորդը 2020 թվական բաց է թողնվել 2022-ից 23 թվականի սեպտեմբերի 18-ը, երբ որ Ադրբեջանը ուղղակի ցեղասպանության էր ենթարկում Արցախի հայությանը, շրջափակման ենթարկելով Արցախի մեր հայրենակիցներին։ 23 թվական սեպտեմբերի 18-19 Փոխանակ Արցախի հանրապետության անկախությունը անմիջապես ճանաչեր Հայաստանի հանրապետության
ղեկավարը հայտարարում է, որ մենք հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը։ Այսինքն քո հայրենակիցներին օրը ցերեկով ժողովրդական լեզվով ասած ցեղասպանության են ենթարկում, դու ասում ես մենք հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը։ Ուրեմն ճանապարհը հակամարտության կարգավորման խաղաղ հնարավորությունը ես կարծում եմ, որ Արցախի հանրապետության միջազգային ճանաչման, անկախության միջազգային ճանաչման մեջ է։ Իսկ դրան հասնելու հնարավորություններից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի հանրապետության անկախության ճանաչումը։ Իդեպ ասեմ, որ 92 թվականին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հուլիսի 8-ին ընդունել է որոշում, ուրեմն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, որտեղ հղում է տրված շատ ուղիղ 91 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության հանրաքվեի։ Այսինքն, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը կիսով չափ կատարել է քայլ Արցախի հանրապետության անկախությունը ճանաչելու ճանապարհին։ Իդեպ Արցախի անկախությունը չճանաչելու համար Ռուսաստանի Դաշնության նախագահը 6 անգամ 3 անգամ ուղղակի, 3 անգամ անուղղակի կերպով, պիտի ասեմ նաև արդարացիորեն, քննադատել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը բոլոր ժամանակների։ Ուրեմն երկրորդ հնարավորությունը կամ երկրորդ ճանապարհը հակամարտության կարգավորման դա ուժային ճանապարհն է։ Մինչև առաջանցնելն ասեմ, որ ինքս անկեղծորեն չեմ հավատում, որ կարող է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվել։ Ես դրա համար ունեմ այսպես 108 տարվա պատմություն։ Ուրեմն եթե միջազգայինորեն չճանաչվի Արցախի հանրապետության անկախությունը, ապա Արցախի հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների Արցախ վերադարձը իրականություն դարձնելու եւ այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ, ապահով եւ երաշխավորված կենսագործունեությունը իրականություն դարձնելու նպատակով Արցախի հանրապետության վարչակազմը կարող է դիտարկել նաև ուժային եղանակը։ Հարցը ուժային եղանակով լուծելու հնարավորություն Արցախի հանրապետության վարչակազմին տալիս է միջազգային իրավունքը, ինչի մասին է խոսքը։ 1933 թվականի դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ամերիկյան 20 պետություններ, այդ թվում նաև Միացյալ Նահանգները, ստորագրել է պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին կոնվենցիա, որն առավելապես հայտնի է Մոնտեվիդեոյի կոնվենցիա անունով։ Հիշյալ փաստաթղթի 3-րդ հոդվածում մասնավորապես արձանագրված է, մեջբերում եմ. պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից, նույնիսկ ճանաչումից առաջ։ Պետությունը իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը, մեջբերման ավարտը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ դե ֆակտո պետությունը կարող է ցանկացած միջոցով, այդ թվում եւ ուժային միջոցով, ապահովել իր տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը։ Հարկ եմ համարում այստեղ հատուկ ընդգծել, որ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին Արցախի հանրապետության ազգային ժողովը վավերացրել է Մոնտեվիդեոյի կոնվենցիան։ Իսկ ուժային եղանակը գործադրելու իր իրավունքը Արցախի հանրապետությունը կարող է իրացնել հետևյալ կերպ. Հայաստանի հանրապետությունը ճանաչում է Արցախի հանրապետության անկախությունը, որից հետո Հայաստանի հանրապետության վարչակազմը Արցախի հանրապետության վարչակազմի հետ կնքում է բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր։ Ղեկավարվելով Մոնտեվիդեոյի կոնվենցիայի եւ արդեն ստորագրված պայմանագրի դրույթներով Արցախի հանրապետության վարչակազմը պաշտոնապես դիմում է Հայաստանի հանրապետության վարչակազմին, խնդրելով Արցախի հանրապետությանը տրամադրել ռազմական օգնություն։ Տրամադրված ռազմական օգնությունը անվանվելով Արցախի հանրապետության վերակազմյալ պաշտպանության բանակ դեօկուպացիայի է ենթարկում կամ իրականացնում է Արցախի հանրապետությունն ազատագրելու հատուկ ռազմական գործողությունը։ Արցախի հանրապետության դեօկուպացիայի հատուկ ռազմական գործողությանը կարող են մասնակցել կամավորական ջոկատներ, ինչպես Հայաստանի հանրապետությունից, այնպես էլ արտերկրից։ Եվ ամփոփելով, հաշվի առնելով 1918 թվականի մայիսին Հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզի վրա Օսմանյան Թուրքիայի կողմից Ադրբեջան անունով արհեստական կեղծ խամաչիկային կազմավորման ի հայտ գալու կամ ստեղծման փաստը
Եվ այդ կազմավորման Արցախի եւ Հայաստանի Հանրապետության հետ ունեցած փոխհարաբերությունների ողջ պատմությունը, որը կազմում է մոտավորապես 107 տարի, վստահաբար պնդում եմ, Ադրբեջանը խաղաղ ճանապարհով չի ազատելու Արցախի Հանրապետության տարածքի նույնիսկ 1 միլիմետր։ Այսպիսի պատրանքներ չպիտի ունենալ։ Ավելի ճիշտ Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի։ Հետևաբար, Արցախի մեր հայրենակիցների տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով Արցախ վերադարձը իրականություն դարձնելու եւ այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ եւ ստեղծարար կենսագործունեությունն ապահովելու նպատակով հրամայական անհրաժեշտությունը ուժային եղանակով օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանին դուրս քշելու Արցախի Հանրապետության տարածքից։